Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն, Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի, գրել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, արձագանքելով քննչական կոմիտեի վաղ առավոտյան տարածած հայտարարությանը, թե Նարեկ Կարապետյանը այլ երկրի քաղաքացիություն է ունեցել ու թաքցրել է այդ տեղեկությունը։ Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում այն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է։ Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպիսի շեղի իրավիճակը սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ 2 օր մարդկանց շեղեն, նկատել է Նարեկ Կարապետյանը։ Ուժեղ Հայաստանի մամուլի քարտուղար Մարիան Նաղահրամանյանն էլ հայտնել է, որ այսօրվանից դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊԱ-ականների դեմ, որոնք իր խոսքով ապատեղեկատվություն են տարածել։ Մեջբերում այն գումարները, որոնք ՔՊԱ-ականները ստիպված կլինեն վճարել իրենց տարածած ստերի համար, կուղվեն Սևանի հոգեկան առողջության կենտրոնին, սենյակների վերանորոգման համար։ Ուժեղ Հայաստանում հոգեկան շեղում ունեցողները, կանանց քաշքշողները պաշտոնի փոխարեն կունենան որակյալ բուժում եւ անվճար դեղեր օրվա ընթացքում։ Մեջբերման ավարտը։ Նա նաև նշել է, որ փաստաբանական թիմը արդեն հայցադիմումներ է պատրաստում։ Գիրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքներն այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են ազգային անվտանգության ծառայությունից։ Լրատվամիջոցը հարց էր ուղղել գերատեսչությանը. արդյոք գիրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին, սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։ Մեկ ամիս անց ազգային անվտանգության ծառայությունից պատասխանել են, որ Գիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում, իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ, հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով։ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները միջազգային հարաբերությունների նոր մակարդակի մասին հռչակագիր և 40 համատեղ փաստաթուղթ են ստորագրել։ Уважаемый председатель Си Цзиньпин, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին երկու երկրների հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, դառնալով գործընկերության մոդել, որը լավ դինամիկա է ցուցադրում նույնիսկ արտաքին անբարենպաստ գործոնների պայմաններում։ Նա նաև նշել է, որ վերջին 4 դարի ընթացքում Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 30 անգամ։ Չինաստանի նախագահ Սին Ցզինփինը հայտարարել է, որ երկու պետությունները պետք է համատեղ ստեղծեն ավելի արդարացի համաշխարհային կառավարման համակարգ։ Պուտինը Սի Ցզինփինին հաջորդ տարի հրավիրել է Ռուսաստան։ Նա պատրաստակամություն է հայտնել աշնանը մասնակցելու Շենժենում կայանալիք Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ Եթե Իրանը միջուկային սպառազինությունների մրցավազք սկսի ամբողջ աշխարհում, դա կազդի բոլորի անվտանգության վրա, կարծել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով իրենք փորձել են աշխարհը պաշտպանել առհասարակ միջուկային զենք ստեղծելու մտքից։ Վենսը նաև շեշտել է, թե իրենց ամեն քայլ բացատրել են։ Ինչ կլինի, եթե իրանցիները ստեղծեն միջուկային զենք։ Մենք գիտենք, որ Պարսից ծոցի շատ երկրներ կցանկանան ունենալ իրենց սեփական միջուկային զենքը եւ աշխարհի շատ երկրներ նույնպես, սակայն դա հնարավոր չէ, քանի որ կսպառնա աշխարհի անվտանգությանը, ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Իրանին հարվածելուն 1 ժամ է մնացած եղել, երբ Պարսից ծոցի երկրների ղեկավարները զանգահարել են Վաշինգտոն ու խնդրել ԱՄՆ նախագահին հետաձգել որոշումը, քանի որ Իրանը սկսել է բանակցել։ Այս մասին պատմել է հենց Թրամփը լրագրողներին։ Նա մեծ հույսեր չի կապում ընթացող բանակցությունների հետ եւ կարծում է, որ ստիպված կլինեն եւս 1 հարված հասցնել Իրանին։ Թրամփը Իրանի վերջնական որոշմանը պատրաստ է սպասել ընդամենը 2-3 օր, առավելագույնը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։ Եթե բանակցությունների արդյունքը չգոհացրեց, հարվածելու է։ Իսրայելի զինված ուժերը Գազայում ոչնչացրել են Համասի զենքի պահեստը և հրթիռային կայանքը։ Արձագանքելով տարածաշրջանային զարգացումներին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Խեզրյանը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարարը պետք է ճանաչի իր տեղը և հասկանա, որ իրավունք չունի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ օգտագործել «պետք է» բառը։ Իրադրությունը ծայրահեղ սրված է մնում նաև լիբանանյան ճակատում։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի Տյուրոս քաղաքում բնակելի շենքերից մեկը հիմնահատակ ավերվել է։ Հարակից կառույցները լուրջ վնասներ են կրել պայթյունի ալիքից։ Իսրայելական կողմը պնդել է, թե թիրախավորված շենքը օգտագործում էր Հեզբոլլահ խմբավորումը։
Եթե ԱՄՆ-ն պատերազմը շարունակի, կբացվեն այլ ճակատներ, հայտարարել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին, մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական հարվածի նոր սպառնալիքը։ Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի եւ չի ունենա անհրաժեշտ փորձը։ Եթե ռազմական դրությունը պահպանվի, ելնելով մեր կողմի շահերից, այդ լիացուցիչ ճակատները կբացվեն, նշել է գերագույն առաջնորդը։ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու, որը Կրասնոդարի երկաթուղու վրա ահաբեկչական հարձակում է պլանավորել։ Գործակալության տվյալներով Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությունը Telegram հարթակի միջոցով հավաքագրել է կասկածյալին։ Գործակալության տվյալներով Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությունը Telegram-ի միջոցով է հավաքագրել կասկածյալին։ Նա պլանավորում էր ինքնաշեն հրկիզող սարքով հրդեհել տարածաշրջանային երկաթուղային օբյեկտը։ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոն դարձել է աշխարհի ամենաաղտոտված օդով երկրորդ քաղաքը, այս ցուցանիշով զիջելով միայն Պակիստանի Լահոր քաղաքին։ Երկուշաբթի օրը նկարահանված կադրերում անզեն աչքով երևում է Սանտիագոյի վրա ծանրացած թանձր սմոգը։ Քաղաքի օդի վատ որակի գլխավոր պատճառներից մեկը նրա կաթսայաձև աշխարհագրական դիրքն է, ինչի հետևանքով քամի չի խաղում քաղաքում։ Մասնագետները նշում են, որ ծխի տեսքով թունավոր արտանետումները այլ քաղաքներում ավելի շատ են, քան Սանտիագոյում, բայց դիրքի պատճառով այստեղ ծուխը բարձրանում է վերև ու մնում քաղաքի գլխին կախված։ Իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին հորդորել են խուսափել դրսում երկար մնալուց, փողոց դուրս գալիս կրել պաշտպանիչ դիմակներ։ Չիլիի մայրաքաղաքում ապրում է մոտ 7 միլիոն մարդ։